Եթե կաթողիկոսը չի գնում խորհրդարան, Ես չեմ ճանաչում որևէ կաթողիկոս այս պահին։ դե այդ բան չի ասելի երբեք։ Հիմա մենք չենք կարող այս ամեն ինչից դուրս գալ այստեղ։ Первый աժենիստ կողմը եղավ, մեղադրում են քաղաքական կոռուպցիայի մեջ։ բարձենք բոլոր բարեկամների հարցերը։ Իմ աները աշխատում է ազգային ժողովում։ Բարև ձեզ համկոմիտին է եթերում այսօր եւ ուրբաթ վերջին թողարկումներն են արձակուրդից առաջ, որովհետեւ մենք մի 4 տարի մեկ պետք է գնանք արձակուրդ։ Պետք է գնանք, չէ՞, դուք էլ իմացեք, որ պատրոնների հետ այդ ընթացքում կարող է կազմակերպենք հանդիպում, նենց որ պատրոնագրվեք։ Իսկ մեր գլխավոր գործընկեր GTB Holdings-ը խզարեց նախ Sevan Startup Summit-ում, ինչ ստարտափներ են։ Արդյոք դու տպավորված ես։ Ես շատ տպավորված եմ նախ Startup Summit-ը միակ տեղն է, որտեղ Թումանի շաուրման իրոքամով է։ Sorry։ Բացի դրանից, այնքան նոր կրեատիվ տիեզերք նվաճելուց մինչև գյուղատնտես, գիտես ինչքան ոգևորիչ է գյուղատնտեսության պոտենցիալը, երբ միացնում ես, սա կպատմեմ, ընթացքում սա կպատմեմ, դուք էլ ստեղծեք ձեր ստարտափը եւ OnlyFans-ում մնացած OnlyFans-ում։ OnlyFans ալնելու։ Եվ այսպես տիկնակ եւ պարոնակ 9-րդ գումարման Arm Comedy-ին հայտարարում ենք բացված, որովհետեւ դե ազգային ժողովը մտել է նոր սեզոն։ Նոր կերպարներ, դեռ նոր պետք է ասես վայելով բացահայտենք 5 կերպարներ, սիրված, չսիրված, որոնք в общем դեռ են։ Հա, ու բացի դրանից առաջին անգամ իշխանությունը ծափահարեց ընդդիմությանը։ Հա? Ну, կոնկրետ մի հոգու։ Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը հայտարարել բացված Ռուբինյան Ռուբեն Կարապետի, Ջուրհակյան Արուսյակ Թովմասի, Ղազարյան Էդգար Ֆերդինանդի, Մեքև մեուրախություն։ Էդգարի ականջները չսիրող Արթուր Հովանեսյանը եւս ծափ է տալիս։ Չի երևում, բայց ինքը Էդգարը ոնց որ դա առանձնապես ոգևորված չի այդ ջերմ ողջույնից։ Կարող է մտածում է, որ հեգնանքով են ծափ տալիս։ Չի կարող։ No։ Էդգար ջան, քիչ է մնում ոտնք այս ծափարեն, մի հատ գոնես թեթև որ նկատել եք, էլի։ Սենց մեկ էլ Նիկոլի ելույթներից հետո է ԿՊ-ն իրան կոտորում ծափ տալով։ Շատ է խորացած նայում, որ սես չի կարողանում սես մի վարքյան կտրվի։ Թույլ տուր հանդուգն ենթադրություն անել, գուցե նա նայում է սա։ Այ, ոչ չեմ սիրում նման բաների մեջ մտնել։ Ուզում եմ պատասխանել այս աղջկան, ով 2 օր առաջ Երևան մոլի իվենթին բոլորին սեղանի մոտ ասում էր, որ ես եմ իրեն բացահայտել, իսկ այսօր ինձ մեղադրում է copy paste-ի մեջ։ Հայկանն էլ վկա։ Գնանք նկարահանման, ամեն մի փոքր կզրուցենք copy paste-ի մաս։ Գիտե մենք էլ ենք շոկի մեջ, որ այս աղջիկը, որ մարդկանց փողոցում մոտենում էր, ասում էր ներկայացրեք ձեր լուքը, կարող է մեղադրի կամո բլոգին մեղադրի իրանից ֆորմատ գոհանալու մեջ։ Դու կամոնը վաղուց էր այդ լուքի մասին ամեն ինչ։ Դու вообще լուք բառը կամոնա բերել Հայաստան։ Հայկանը վկա։ Նարեկ մի շեղվի, մեր հիմնական storyline-ից գուցե այդքան հետաքրքիր չի, բայց hey, աժենիստ։ Հա, աժենիստ։ Առաջի անգամ պատմության մեջ ԿՊ-ն որոշել էր, որ աժն պետք է գումարվի առանց վեհապարի օրհնանքի։ Որտեղ է հայոց հայրապետը։ Որտեղ է վեհապար հայրապետ։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազգային ժողովի նստաշրջանի առաջին նիստին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը հովապետական օրհնանքով հանդես չեկավ։ Նա պարզապես ազգային ժողով չէր հրավիրվել։ Անդրում ենք պարզաբանել վեհապար հայրապետի բացակայությունը։ Կաթողիկոսը կարող էր ինքը ներկայանալ, ոչ մեկ դրա դեմը չէր կարող առնել։ Ինչու կաթողիկոսը չէր հրավիրվել։ Չգիտեմ ինչի մասն է խոսքը։ Եթե կաթողիկոս ասելով նկատի ունեք կտիչ ներսային, իրան հարցրել։ Ռուբինյան, մոտավորապես 10 րոպե հետո ձեզ էլ դավադիտ են անելու են Թուրքիայի մասին հարցերով ու դուք էլ դավադիտ եղած աչքերը մոտավորապես սենց եք անելու ամեն անգամ։ Հետո գիշեք երկար ժամանակ ընդդիմությունը Նիկոլին ասում էր վարչապետի աթոռը զբաղեցնող անձ ու ԿՊ-ն ավոր դրանից նեղսրտում էր, էլի աշկերը սենց հրանում, yəni թե էսիշ բանա, բա ինքն է կաթողիկոսը, ուրիշ կաթողիկոս ընտրված չկա, Գարեգին Բ-ն է։
Ռուբինյանը вообще կարծում է, որ այս պահին եկեղեցին կաթողիկոս չունի։ Ես չեմ ճանաչում որևէ կաթողիկոս այս պահին։ I'm between Catholic houses right now. It's complicated. Ինչևէ, եթե կաթողիկոսը չի գնում խորհրդարան, խորհրդարանը գնում է կաթողիկոսի մոտ ու առնվազն մի մասը։ Եվ օրհնություն ստանալու համար նիստի ավարտին մեկնեցին Մայրաթոր։ Հանդիպման ավարտին հայ առաքելական եկեղեցին տեղեկացրեց, որ վեհապարն իր օրհնությունն է փոխանցել Բոլորին թե Դու չհամաչեցիր, չնայած կարող է մենակ եկածներին։ մերոպե փաստորեն նախորդ ազգային ժողովը այդա օրհնացներ, էդի օրհնած տարբերակներ։ Հայկանը վկա, այո, հա։ Բայց հիմա էլ դες չգիտենք առանձնապես ինչի սпасել, բայց ամեն դեպքում այս ԱԺ-ն մի հատ հիշատակեց, որ вообще դա տեխնիկապես ԲՀԿ-ն էլ պետք է լիներ ԱԺ-ում։ Հայկական ժամանակի նախկին լրագրող Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գողացել է Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրողների քվեն։ Ոնց սրա հետ հանգիստ լինել։ Դեսո, արձանագրենք, որ ընդդիմությունը հանգիստ չի ու հիշատակեց համելեսի։ Համե սպասում եք ինչ-որ follow-up, ինչ-որ լրացուցիչ բան լինի, բայց չէ, զուտ արձանագրեցինք, փաստեցինք, որ դե չկա ԲՀԿ։ Հա, զատո կար Աղվան Վարդանյանը, որ ճիշտ է, խոսք էր տվել, որ չի լինելու, բայց հետո ասեց, որ պարտքը ավելի կարևոր է, քան խոսքը։ Ու երբ Ռուբինյանը առաջարկում էր սկսել զրոյական կետից, Վարդանյանը քշտեց թևերը ու ասեց. Լավ առաջարկ եք անում, պարոն Ռուբինյան։ Ցավոք զրոյական կետը փորձառություն ուրիշ բան է հուշում, թե ինչերի է հանգեցրել։ Բայց հարցի փոխարեն մեկ արձանագրում եւ մեկ հասցեագրում։ Արձանագրումը։ Այս ընթացքում դուք հայտարարել եք, որ ազգային ժողովում ընդդիմադիր падգամավորներին վերաբերվել եք իբրև հանցագործների։ Մարդկանց իբրև հանցագործների վերաբերվում են քրեակատարողական հիմնարկներում կլուշնիկները։ Դե իսկ ընդդիմությունն էլ բանտարկյալ չի բանտում, որտեղ բերում են մարդկանց մի սահմանափակ տեղ, չեն թողնում ոչ մի օրենք ընդունել, զուտ թողնում են լեգիտիմացնել մարմինը։ Ընդդիմությունը բանտարկյալ չի, հակառակը ընդդիմությունը գրոհում է։ Հենց առաջի օրը ընդդիմությունը որոշել էր ճշտել Ռուբինյանի հետ, որ Թուրքիայում ա եղել այդ որքան մտերիմ ա շփվել թուրքերի հետ ու երբ ասում են, որ ընդդիմությունն ա որոշել, էդի հենց ընդդիմությունը մի հոգի չէ, երկու հոգի չէ։ Вообще ամբողջ գրեթե ուժեղ Հայաստանը, նույն հարցը, հերթով։ Հնարավոր է դուք ձեր աշխատանքի շրջանակներում հանդիպած լինեք պետական համակարգում աշխատող ձեր թուրք գործընկերների։ Ուզում եմ նկարագրել նրանց տեսքը, Հավուր Պաշաճի է եղել, չգիտեմ, Կանտովկեքը համապատասխան կերպով է եղել, նկարագրեք նրանց տեսքը, ովքեր են եղել։ Թուրքերի հետ շփվել եք, նորմալ է։ Մտերմություն չեք արել, իսկ այդ ում հետ որ շփում եղել է, նրանք իրենց մասնագիտությամբ կամ աշխատանքի բնույթով կարող է պետական հաստատությունների հետ որևէ կապ ունեցել են, թե չէ, այդ ձեր շփման շրջանակներում։ Թուրքիայում սովորելու ժամանակ, այսպես ասած ֆելոշիփի շրջանակներում, ազգությամբ թուրքերի հետ շփվել եք թե ոչ։ Շատ հուշկու հարցեր Ռուբինյանին, այ հիմա նոր որակ ստացավ ԱԺ-ն։ Այ էս ԱԺ-ն, այ էսա։ Հավոր, իսկ շատ ավելի ուժեղ հարցեր կար, ուժեղ Հայաստանը կներեք տավտոլոգիայի համար տալ Ռուբինյանին այդ Թուրքիայում մնալու հետ կապված։ Օրինակ, ինչ հարցեր կարելի էր տալ։ Իսկ եղել է, որ Թուրքիայում սիրուն թուրք աղջիկ անցել, սենց կլոր հավեսով տուտուզով ու դուք ֆրացել հետևից նայել եք։ Եղել է, որ դոներ ուտեք Թուրքիայում ու ասեք, «Օրո, էսի արտաշնոցից լավն է»։ Եղել է, որ մոտենակ թուրք մարոժնի ծախողին ու իրանից մարոժնի անեք։ Ու ինքը դες վրոդի սենց տալիս այդ մարոժնի, ուզում եք վերցեք մեկ է հոպ, հետո բայց յոտիկի ոնց էր էլի տալիս այդ մարոժնը, բայց վերջում մեկը տալիս է դες մարոժնին ու դուք պրինցիպի գոհ եք մնացել այդ experience-ից։ Տենաս եղել է, որ ասենք Թուրքիայում մոտենա ինչ ասես փոքր 1.5 տարեկան երեխա ասեք ոսի օրեսի չամով երեխա Պոնչիկանի Չէ, Ռուբինյանը չէ։ Այս էր հարցերի բանը, տողատակը որն է, արդյոք ես Թուրքիայում, չգիտեմ, հանդիպել եմ Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին եւ արդյոք նրանք ինձ հավաքագրել են։ Ու հարցրեք, ասեք, արդյոք այդպես է, ես էլ ասեմ ոչ։ Եթե ասածից հետաքրում է ասեմ, այնտեղ սիրում էի ուտել բան, քեբաբ, Ադանա քեբաբ, շատ համով է, Իսկանդեր։
Եթե սա ձեզ հետաքրքիր է, էլի, համով բանով։ Ահա, ֆիքսեցինք ամենակարևորը։ Որ չի հավաքագրվել, Չէ, որ ուրացել է մեր հայկական քյաբաբը, շտապ Ռուբինյանին մորքրի մոտի քյաբաբ նշանակել։ մի րոպե, ընդդիմության ակնկալիքը որն էր, որ եթե Թուրքիայում հավաքագրվել է ինչ որ ծառայությունների կողմից, հիմա պետք է սենց հուզվեր, կոտրվեր, ասել հա։ Ու ամենախնդալու մասը կլինի, որ օքեյ, եթե ընդդիմությունը որոշել է, որ 29 պատգամավորներից կեսը պետք է հարց տան թուրքերի հետ շփվելու մասին, կլինի այդ հարցը գոնե այն 10 հոգին տան, որոնք 10 րոպե հետո այս իրավիճակում չեն հայտնվելու։ Ապշած եմ ուղակի։ Այսօր առաջին հարցը հնչեցրած պարոն Գառնիկ Դավթյանը։ Պարոն Դավթյան, մենք իրար ճանաչում ենք։ Ես վարել եմ հայ-ադրբեջանական երիտասարդական այն երկխոսությունը 2014 թվականի հունվարին, որին դուք մասնակցել եք։ Տարել եմ երկխոսության Վրաստանում ադրբեջանցի երիտասարդների հետ եւ դուք նրանց հետ այնտեղ շփվել եք։ Մարդիկ ինձ հիմա նամակներ են գրում, ասում են մեր Գառնիկը։ Так, մի րոպե հեգնանքի դոզան շատ է, եկեք մաս ամեն ինչ հասկանանք։ Նախ, ԱԺ-ում նոր Գառնիկ են ստացել։ Բայց սիրելի Գառնիկ, Էդի գիտես, էդի ժամանակը ցույց կտա։ Առայժմ մեր Գառնիկը։ Գառնիկ, եթե ուզում եք տողատակով սղսնել, որ Թուրքի հետ շփում ունենալ, էդի աններելի sense ինչ-որ շատ վատ բան է կամ դաժե coffee break ունենալը, ուրեմն պետք է առնվազն, ոնց որ բազային մինիմում, էլի, դուք ինքներդ, не то что Թուրքի, ադրբեջանցու հետ շփում ունեցած չլինեք։ Օրինակ ես ադրբեջանցիների հետ ոչ մի երկխոսության չեմ մասնակցել։ Պրինցիպի Թուրքի հետ էլ, որ խոնարհանք դաժե Մարիա Կարապետյանի կազմակերպած ոչ մի բանին ես չեմ մասնակցել։ Ու նույնիսկ այդ իրավիճակում ես մեկ ասես դուրը քացով չէի բացի ու ասի ով աստ է Թուրքի հետ շփվել, հա։ իսկ կոնկրետ ով է Մարիա Կարապետյանին հարցնում ոնց է մեր Գառնիկը, ադրբեջանցիները, թե վրացիները, թե հայերը։ Ես հաշվետվականության առումով իմ ընտրողների, իմ հետևորդների, որպես Ադրբեջանի հարցերով փորձակիցի իմ ընկերների, իմ շրջապատը ու նաև հանրության դրա մասին բազում անգամ ասել եմ։ Բայց մոտիկից ադրբեջանցի եք տեսել։ Ես սեմինարի եմ մասնակցել, որի կազմակերպիչը Մարիա Կարապետյանն է եղել։ Բայց դուք մոտիկից ադրբեջանցի տեսել եք։ Ես մասնակցել եմ կոնֆերանսների, որի կազմակերպիչ եղել է Մարիա Կարապետյանը եւ իմ մասնակցությունը չի սահմանափակվել միայն հայ-ադրբեջանական կոնֆերանսներին մասնակցելով։ Հիմա խնդիրը ինչու՞մ է, որ Ռուբինյանը չի ասել 8 տարի է դրա մասին բոլորը գիտեն, բոլորը խոսում են, իսկ եթե ունեք փաստեր, որ հավաքագրված է, բաջան, բանեք գցեք սեղանին իմանանք։ Հիմա ժողովուրդը այդ ամեն ինչ իմանալով, նայելով այդ ասֆալտին, ասեց հա օքեյ է, էլի եմ ուզում այս նույն մարդկանց։ Դաժե եթե երկու անգամ էր սեմինարը գնա։ Ինչևէ, լավ, Շիրազ Մանուկյանը նոր պատգամավոր ուժեղ Հայաստանից էլի իրանից է փորձում են իմանալ ինչ էր ուզում ստանալ այդ հարցախույզով։ Ես ազնիվ ճանապարհ եմ անցել։ Ես ուզում եմ, որ իմ դիմացինն էլ ազնիվ լինի ինձ հետ։ Ինչպես։ Դուք ինչ որ տեղեկատվություն ունեք, որ ուզում եք, որ Ռուբինյանը խոստովանի։ Տեղեկատվության մասին չի, թող հստակ խոսի իր կրթության եւ հետազոտական աշխատանքի մասին։ Այդքան է, Դուք շնորհակալություն։ կներեք, դուք նախկին հանրապետական եք, դուք նախկին Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ ինձ հետ հարգանքով խոսել։ Հիշում եք, որ Նժդեհը մեկ ասում էր ես կռվել եմ այս երկրի համար, մի քիչ հարգանքով խոսացեք հետս։ Հիշում եք։ Նժդեհը այդպես բան չի ասել երբեք։ Բինգո, ու եթե Նժդեհը չի ասել, գուցե թողել ոչ մեկ չասի։ Երբ իսկ այն հանրապետականի ուսանողական կառույցի մասին հարցը տես ջրվավ։ Դե փաստորեն ջրվավ։ Ուպս։ Լևոն Քոչարյանը նույնպես անդրադարձավ Ռուբինյանի բարեկիրթ շփվելու կոչին։ Գիտեք, այստեղ շատ իմ գործընկերներ Մեսրոպ Մանուկյանն ու Արտուր Սարգսյանն նույնիսկ այստեղ չկալանքի մեջ է։ Ես նայում եմ ուժեղ Հայաստանից Նարեկ Կարապետյան, Դավիթ Հղազինյան, Մամիկոն Ասլանյանով տարիներ շարունակ եղել է ապօրինի քրեական հետապնդման ու կալանքի մեջ։ Մյուսներին եթե մոռանում եմ, ներողություն եմ խնդրում, ու մնացած այլ մարդիկ, որոնք այս ամբողջ ընթացքում ենթարկվել են ձեր կառավարության կողմից այս ամբողջ խոշտանգումներին ու քաղաքական հետապնդումներին։ Հիմա մենք չենք կարող այս ամեն ինչից դուրս գալ այստեղ եւ մտածել, որ մենք այսպես ինչ-որ վակուումի մեջ ենք։ Դե արդեն 8 տարվա լիքը բանակուտակվել ընդդիմություն իշխանություն այդ հարաբերություններում, նենց որ ոչ ոք չի էլ սպասում, որ սուպեր բարեկիրթ կանցնի։ Ռուբինյանը արձագանքեց այս ամենին սեփական պատմությամբ 2000-ականների խորքից, Որովհետև օրինակ 2008 թվականի մարտի 3-ին, երբ որ ձեր հայրը նախագահ էր, պարոն Կարապետյանի հայրը ՀԿ խմբակցության ղեկավարն էր, եթե չեմ սխալվում, մարտի 3-ին մեր դուռը ծեծեցին ԱԱՑ աշխատակիցները եւ սկսեցին մեր տունը
խուզարկել, հետո հորս հրավիրեցին ԱԱԾ, ուղղակի հրավիրեցին, ինքը գնաց եւ այլևս չեկավ 3 ամիս, որովհետեւ իրան ձերբակալեցին եւ կալանավորեցին եւ մեղադրանք առաջադրեցին, այն որ ասում եք, չէ, բա մեր կալանավորված ընկերները, նրանց երեխաները, հայրերը, ես իմ 18-ամյակը դիմավորել եմ իմ հոր կալանավորված վիճակով։ Դե Ռուբինյան, դե բա շատ վատ ա որ տենց էր ու հենց դրա համար այդ ամինչը կուտակվեց ու եղավ ինչ հեղափոխություն, որպեսզի դες բռնաճնշումներ երկրում էլ չլինեն ու հիմա երբ Արեգնազ Մանուկյանը ձեր քաղաքական հակառակորդը փակված է, ինչի չեն թողում իր երեխան, որը 18-ից շատ ավելի փոքր է, գնա այցելությունների հետ, ինչ կարա լինի, այդ ամինչը պետք է դադարեր։ Դե ոչ մեկ առանձնապես հույսեր չուներ, որ ուրիշ ձև ալնելու, բայց դուք մնացեք մեզ հետ, որովհետև երկրորդ մասում Ագնեսա Խամոյանի նոր լուքը։ Ու էլի մանրամուր թեմաներ այնտեղ Կոնջարնիկին բան։ Դու հիմա կամոից ես ֆորմատը տանում, թե այն աղջկանից ես ֆորմատը գողանում, ինչ անում։ Լուք ես վերլուծելու։ Ես իհարկե չեմ ուզում խառնում եմ այդ կրմի մեջ, բայց նախքան կամոն ու այն աղջիկը ես եմ սկսել այդ էջը։ Հայկանը վկա։ Հայկանը վկա։ Եվ այսպես եկավ քերե օգոստոսը եւ նույնիսկ մենք պետք է գնանք արձակուրդի։ Արձակուրդը պետքա վայելել նենց, որ հետո հիշես ասես, օրից ինչ լավ արձակուրդ էր։ Դրա համար այսօր առաջարկում ենք եւս մեկ տարբերակ, թե ինչ անել արձակուրդին։ Եթե որոշել եք Հայաստանում հանգստանալ, ապա կարող եք այցելել Վեդի ալկոյի գործարան, որտեղ մաքսիմալ թույն օր կունենաք, կծանոթանաք գինու արտադրության process-ի հետ, կհամտեսեք գինի եւ կվայելեք բնությունը։ Իսկ եթե գնալու եք այլ երկիր, ապա մի մոռացեք վերցնել ձեր հետ զանգուն, որովհետեւ ինչ հանգիստ առանց զանգուի։ Վեդի ալկո, լավագույն արձակուրդները շարունակվում են կամ դեռ նոր պետք է սկսեն։ Եվ այսպես первый աժենիստ կոմը եղավ էլի նույն սրաչերն ու ատելությունը, բայց բոլորը ունեն երկրորդ շանսի իրավունք ու երկրորդ օրը եղավ այդ երկրորդ շանսը, որը մենք էլի պրասրաց արեցինք մեծ գրադուսով։ Բայց դա շատ հետաքրքիր սրաչ էր։ Մի հատ բացում անենք։ Այ օրինակ Ագնեսա։ Ձեզ ուղիղ տեքստով, փաստերով մեղադրում են քաղաքական կոռուպցիայի մեջ։ Okay, վերջ, սեքսիզմի էջը փակեցինք, սա ներվածքը գնահատեցինք, անցնենք ավելի բովանդակային հարցերին։ Եվ այսպես գիշերը խաղաղ չէր Կոնջարանի համար։ Էսա շերիֆը կհնչեցնի մեղադրանքները։ Տենց բան չկա այդ խաղի մեջ։ Մաֆիայում չեն ասում, շերիֆը կհնչեցնի մեղադրանքները։ Տենց ինչ-որ տուֆտա բան ես անում։ Բայց թող հնչեցնի։ Լավ, բայց խի 9։ 10-ը պահում եմ, եթե բլոնդ ներկի։ Կարող եք ի վերջո դուք մեզ պատմել, թե ինչպես է ձեր կինը 2024 թվականի նոյեմբերին նշանակվել HiPost-ի տնօրեն։ Մեր հայրենակիցների համար հիշեցնեմ, որ այն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ձեր տիկինը ստանում է տարեկան $118,000 աշխատավարձ, ամսական 3.6 միլիոն դրամ։ Բոմ, մեշոկով փող քպեական падգամավորի կնոջը, դե բացատրեք։ Բայց ջոկում եք, չէ, որ եթե Կոնջարանի աղբոր էս պատմությունը չներ, ոչ էլ կիմանայինք կամ կխոսայինք կնոջս փողերի մասին։ Խի պետք է Կոնջարանի կինը ստանա 3.5 միլիոն դրամ, իսկ ազգային ժողովի падգամավոր ֆրակցիայի ղեկավար Նարեկ Կարապետյան մի դրամ, արա մի դրամ, 3.5 միլիոն ու մի դրամ ամսական։ Որ հայ Կոնջարանը զարմանալիորեն պատրաստ էր ոնց որ տես հարցին, սկսեց ասել, որ կինը իրականում վաղուց աշխատել է HiPost-ում ու вообще առաջարկեց այս հարցին լրիվ ուրիշ տեսանկյունից նայել։ Իմ կինը HiPost-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ։ Շախ եւ մատ համեմատած մյուս նախորդ տնօրենների հետ, էսի կոպե 3.5 միլիոն ամսական, ուղղակի Միջև է դա մասնավոր ընկերություն էր, իսկ հիմա պետական, ու մի հատ այնց ընկերություններ, որ խզարում ա, օրինակ չինեմ, Ամերիա բանկը, Արչին բանկը, կարա 3.5 էլ տո 5 միլիոն էլ տա, որովհետեւ նա մեզ հարկատների ցուցակը իրանք խզարում են, իրանք գործերը լավ են, HiPost ձեր մոտ գործերը շատ վատ են, շատ վատ։ Այդ հեսա Արտուր Խաչատրյանը կասի, բայց հիշեք, որ պատմության ամենացածր աշխատավարձն է հիմա, չնայած տարբերություն կա մասնավոր թե պետական։ Նախորդող ժամանակներում եղել են ստորաբաժանումների ղեկավարներ,
որոնք որ ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ, քան թե այսօր ստանում է HiPost-ի տնօրենը։ Հետևաբար աշխատավարձի վերաբերյալ ձեր դատողությունները հետաքրքիր կլիներ նաև լսել այն ժամանակ։ Այդ ինչի հետ ոնց ստացվեց, որ դուք հենց նոր հիշեցիք HiPost-ի տնօրենի աշխատավարձի մասին։ Դե ապերը, քանի որ Աբովյանում գիշերը բարեկի ուղեկցությամբ նախկին ընկերոջը քրֆեց, հետո եղավ ծեծուջարդ, դրա համար հիշեցին, էլի ոնց որ պատկերացնում ոնց է HiPost-ի տնօրենը հիմա տեքորից զզվում, բայց մի րոպե, այդ ամեն ինչը ինչ տրամաբանական կապ ունի։ Էդե ոչ մեկ չգիտի, բայց դրանից հետո suddenly հիշեցին։ Բայց չշեղվենք, այս հարցն էլ հասկանանք։ HiPost-ը 2020 թվականից է պետական կառավարման հանձնվել։ Միջև դա եղել է մասնավոր ընկերություն։ HiPost-ը 100% ինքնաֆինանսավորվող կառույց է։ Իմ կինը եւ HiPost-ի մյուս աշխատակիցները երբևէ պետական բյուջեից աշխատավարձ չեն ստացել։ Ջան։ Կյանքում այսքան ջան չի ասել Կոնջորյանին Հայկանը վկա։ Ուրեմն, քանի որ ինքը պետական կառույց է, ուրեմն իր բյուջեն էլ պետական է։ Ուղղակի ասենք մի ջեբի մեջ չի բյուջեի մեկ այլ ջեբի մեջ է, բայց էս էլ է պետական, այն էլ է պետական։ Բարեբախտաբար այս նյուանսը մենակ Սերգեյը չէր որ նկատել է։ Այսքան վնասով աշխատող ընկերությունը ինքնաբավությունը ինչի աշվեն է ապահովում պետական բյուջեից, բաժնետիրոջից։ Խնդրեմ, պարոն Խաչատրյանը, ինչպես միշտ ինձ այնց Միքայել առաջա, հերիք չի պետական հիմնարկը, արա հəl մի հատ էլ մինուսով է աշխատում։ Իհարկե, այստեղ շատ པարզ լուծում կա։ Կառավարությունը կարող ուղղակի աշխատավարձը նվազեցնի ու սաղ փագի։ Էլ ուր նվազեցնի։ Առանց այդ էլ պատմության ամենացածր աշխատավարձն է։ Ընդ որում պատմության, որ պատմության էլի HiPost պետականի պատմության, որ մի հատ տնօրեն ա ոնց որ տեղի միջև էլ, թե вообще պատմության էլի բարա, բայց դու գները տեսել ես սուպեր, էլ ուրի չասնեն։ Բայց այս հարցին որոշեցին ամենահայկական ռազմավարական լուծումը տալ։ Հիշել են մյուսների բարեկամներին։ Ձեր հարազատներն էլ են աշխատում այդտեղ ու հենց պետական կառույցում։ Տիկին Գրիգորյանի հայրիկը աշխատում է շրջակա միջավայրի նախարարությունում։ Հələ բայց աշխատել է մինչև վերջերս։ Պարզվեց, որ պարոն Մանուկյանի կինը աշխատում է ազգային եւ լավ է անում ժողովուրդ ջան։ Նախ այդ մարդիկ գիշերով բարեկի ուղեկցությամբ ոչ մեկի հասցեին քֆուրներ չեն հնչեցնում, դրա համար էլ այս հարցը չի բացվում։ Ուշացնեմ որ մի շաբաթ էլ չի անցել, հենց որ նույն կպոն ազատվել է իրանց աներձակից, որ հա, այս բանում էլ չկա, բայց մի րոպե։ Ինչի ոչ ոք չի խոսում այն տնտեսական մասին, որը ոնց որ թե գալիս է ձկի ռուսական սանկցիաներով, կատնամթերքի ռուսական սանկցիաներով։ Չես ճոգում, այս նիստը դրա մասին չի, ավելի կարևոր հարցեր, բարձենք բոլոր բարեկամների հարցերը։ Մեսրոպ Մանուկյանը ինձ մեղադրեց նրա մեջ, որ իմ աները աշխատում է ազգային ժողովում։ Ես ուզում եմ պարոն Մանուկյանին տեղեկացնել, որ նա սխալվում է, իմ աները չի աշխատում ազգային ժողովում։ Ասեմ ավելին, երբ որ իմ աները աշխատում էր ազգային ժողովում, նա իմ աները չէր։ Իսկ երբ որ իմ աներն էր, էլ չէր աշխատում ազգային ժողովում։ Okay, ուրիշ բարեկամներ։ Огласите весь список, пожалуйста։ Բայց գիտեք ով է աշխատել եւ աշխատում ազգային ժողովում։ Ձեր կինը, պարոն Մանուկյան։ Եվ ընդ որում սա շատ ընդ որում ես շատ ուրախ եմ, որ ձեր кինը աշխատում ազգային ժողովում եւ նա շարունակելու է աշխատել ազգային ժողովում։ Հասնում ես գրանցել։ Հա, աժը տոհմածառն եմ գրում։ Можно, пожалуйста, помедленнее, я записываю։ Իսկ ո՞նց է գնահատում այս տիպի աժնիստերը։ Ընդհանուր առմամբ հարգելի գործընկերներ։ Ես կարծում եմ, որ քննարկումը վատը չէր եւ ես կարծում եմ, որ ի պատիվ մեզ բոլորիս բավականին բարձր մակարդակ էր քննարկումներում։ Իդեալական քննարկում էր, լիքը բան իմացանք բարեկամների մասին, բացի Կոնջորյանի աղբորից, ով եւ սկսեց այս ամեն ինչը։ Ուսադեր նախքան ծանր հրետանի օգտագործելը։ Ծանր հրետանի առնելու։ Այո, բարձրացმა Վահագն Ալեքսանյանի ֆիթնես տրեյները, իր կոուչը նշանակվել է այդ multi wellness-ի կամ այն ինչ որ հիմա անունը դրել են դրա ղեկավար։ Բացի դրանից պարզվեց, որ ոչ միայն տրեյներն է, այլ նաև Անուշ աղբերը։ Անուշ աղբերը հենց։ Չէ, աղբեր, Անուշ աղբեր, տարբեր բաներ են։ Արունակցաբար կապված չեն, ինչ թվում է։ Անկեղծ ասած, երեք մի պահ տպավորություն ունեցա, որ 9-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը 8-րդ գումարման աշխատանքների մեկնարկի հատվածի նկատմամբ ընդամենը մի առավելություն ունի եւ դա Տիկին Ագնեսա Խամոյանի նոր ու գեղեցիկ սանրվածքն է։ Thank you, վերջապես ես միակ սեքսիստը չեմ ստեղ։ Կլինի Անուշ աղբոր վրա կենտրոնանանք։ Կամ Տիկին Խամոյանը գնացել ասում է Վահագն Ալեքսանյանի մարզիչը նշանակվել է multi wellness-ի տնօրեն։
Նախ պարոն Նշան Մալխասյանը այո իմ ընկերն է, նաև ինձ մարզել է, բայց ես վստահ եմ, որ ինձ մարզելը երևի այն ամենափոքր բանն է, որ աշխարհի երկակի եւ Եվրոպայի հնգակի, եթե չեմ սխալվում, չեմպիոն իր ոլորտում մագիստրատուրա ավարտած եւ այդ նույն հիմնարկում ֆիթնես գծով տնորեն աշխատած մարդու կենսագրությունում պետքա կարեւորություն ունենա։ Եվ իրոք, եթե մարդը բացի Անուշ ախպեր լինելուց նաև մաստեր սպորտը եւ չեմպիոնա, դա էլ է հաշվում։ Այո, նես չի որ ԿՊ-ն ԿՊ-ականին նշանակել է բարձր պաշտոնի։ Մեր ցուցակում այո զբաղեցնում է իր տեղը, որպես падգամավորի տեխնացու մոտավորապես նույն տեղն է մեր ցուցակում զբաղեցնում, ինչ տիկին Աննա Գրիգորյանը ժամանակին ձեր խմբակցության ներկայիս ղեկավարը զբաղեցնում էր իմ քայլը դաշինքի ցուցակում, մոտավորապես նույն տեղն է, մի քիչ էսկոմ մենկոմ կներեք։ Ջոգիկ ոնց սղացրեց ԿՊ-ականները, վերցրեց միացեց շուրտվեց Աննայի նախկին Նիկոլական լինելու վրա։ Այ կիդոեր, կարող է հենց այդ տրեներն է դա սովորացրել։ Աննա Գրիգորյանը իր հերթին շարունակեց գծել բարեկամների տոհմածառը, գրի։ Սիրելի հայրենակիցներ, Ռուբեն Ռուբինյանի եղբայրը, ում ես բնականաբար չեմ ճանաչում, հավանաբար լավ էլ մասնագետ է, նշանակվել է Ամիո բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ։ 6 արախի 6։ Թող վերադարձնի Արթուր Խաչատրյանի պիջակը կվերանայեմ։ Նախ Արթուր Խաչատրյանինը չի, այլ Սիրելի Գառնիկը թողեց հեռանալուց առաջ։ Սիրելի Գառնիկի խաթր, բայց կենտրոնանանք Միադ Ռուբինյանի աղբոր վրա։ Առաջին հայացքից ինչ մի խնդիր կա։ Մարդը Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նշանակվել է բանկում կարևոր պաշտոնի։ Ամբողջ հարցը այն է, որ Ամիո բանկի 25%-ը պատկանում է կառավարությանը։ Դե ուրեմն այդքան պետքա կան մարդը, որ չնայած կառավարության հետ պոտենցիալ կապին ու այս պոտենցիալ սրաչին մեկ աննշանակել են, որտեղ ուրիշ այդպես կոմպետենտ մարդ չկար։ Բայց նա նաև Viva-ի կառավարման անդամ է։ Որն է ամբողջ խնդիրը։ Ամբողջ խնդիրը այն է, որ Viva Արմենիայում կառավարությունը ունի 20% մասնաբաժին։ Դե որովհետև երկրում ինչ կա, ափաշքարաբարով վերադարձրել եք ժողովրդին։ Okay, վերջ, Ռուբինյանի բարեկամներից բացի ուրիշ կարևոր թեմա չկա։ Կա, որն է։ Ուրիշ մարդկանց բարեկամները։ Արարատ Միրզոյանի կինը հանդիսանում է ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի ղեկավար։ Որպեսզի մոտավոր պատկերացնեք սա ինչ է, դա անիվ հիմնադրամի քույր կազմակերպությունն է։ Եկեք հեշտացնեմ բոլորիդ կյանքը մի անգամից։ Այդ մարդկանց բարեկամները, անիվները, բոլոր այդ մյուս մտահոգիչ հորի բաները մարդիկ տեսել են, այդ եղել է մինչև ընտրություններ, ընտրողները նայել են, ասել են, օքեյ, կուզենք մի 5 տարի էլ նույնը շարունակվի։ Նենց որ հիմա պետքա նոր պատճառներ գտնեք, որ ժողովուրդը հիասթափի, որտեվ սրանցից չստացվեց հիասթափեցնել մարդկանց։ Հա, Աննա ջան, նոր սկանդալներ էլի։ Ալեն Սիմոնյանի եղբայրը կազմակերպությունը այսպես լավ չեմ հիշում, բավականին Եվրոասֆալտը, այո, բավականին մեծ տենդերներ էր շահում։ Էլի հիշում ենք, պահանջում ենք, տո նույնիսկ մտահոգ ենք, բայց այս ամեն ինչը ժողովուրդը արդեն գիտեր ընտրություն գնալուց ու այս պտիչկան դնելուց, նենց որ ուրիշ թեմաներից Ագնեսան բացատրեց, թե ինչի էին Ծառուկյանից խլում կոնյակի գործարանը։ Գործընկերներ ջան, նկատել եք։ Այդ մարդը Արարատ անունով ինչ ունի, հիմա վերցնում են, ֆիքսել եք դա։ Ես վստահ եմ անգամ, որ ունեցվածքը չի հարցը, այդ ցուցանակներն է հարցը։ Արա, բայց իսկականից, սկզբից Արարատ ցեմենտը, հետո Արարատ գինու եւ կոնյակի կոմբինատը, փարավոնի են բուրգերը, որ вообще Արարատի նման են, սա դրա մեջ է։ Մուլտիվելնեսը խիա բանանում։ Արա, դե մուլտիվելնեսը մի քիչ փչացնում է իհարկե անեկդոտը, բայց կարող է լավ տեսարան է Արարատի բացվում մուլտիվելնեսի կտուրից։ Okay, ավելի ջախջախիչ փաստարկներ են մեզ պետք։ Դուք մի իշխանություն եք, որը քաղաքացուն, կլինի բլոգեր, շարքային քաղաքացի, գրառման համար պոլին եք պարկացնում։ Okay, իրանք դա գիտեն, իրանք օքեյ են դրա հետ, вообще մի հատ հանդիպեք ձկնաբույսների հետ, ֆուր քշողների հետ ու կաթ արտադրողների հետ, այնտեղից նոր թարմ լավ թեմաներ կարաք բերեք։ Այդ ընթացքում ԿՊ-ն որոշեց հիշեցնել, որ ընդդիմությունն էլ ոնց որ իր բոլոր տված խոստումները չի կատարել։ Մենք առաջիկա շրջանում ամեն օր
ձեզ առերեսելու ենք ձեր ասածների հետ։ Ձեր քթից բերելու ենք 300,000 ադրբեջանցիները հատ-հատ ու յուրաքանչյուրից հետ։ Խոստացել եք 300,000 գլուխ ադրբեջանցի, եթե ԿՊ-ն ընտրվի, ապահովեք։ Հա, այս պահը լրջանում ա ոնց որ։ Պարոն Կարապետյան, ուր են այդ ադրբեջանցիք։ Նարես բացատրի։ Իրենք Հայաստան չեն վերադառնա, որովհետև Ալիևի սահմանադրությունը Հայաստանում չի անցնի, իսկ չի անցնի նրա համար, որովհետև ԿՊ-ն այլևս չունի սահմանադրական մեծամասնություն։ Ոբշեմ չեն գալու այդ 300,000-ը, հա։ Բայց Հայաստանի պատմության մեջ ամենացածր վարձատրվող падգամավորը ոնց որ ուզում է ցեմենտել է սպահը։ Եկեք ընդունենք օրենք, մենք դա անվանում ենք Հակա Սաֆարովյան օրենք, որով ուղղակի իրավունք չենք տալի ադրբեջանցիներին 10 օրից ավել գտնվել մեր երկրում եւ ունենալ գույք կամ հող այստեղ։ Դրանով մեր հարցերը սպառվում են։ Մի րոպե, արդեն ասել եք, որ չեն գալու, որտեվ չկա մեծամասնություն արժեում։ Հիմա ասում եք, որ եթե այս օրենքը չընդունեն, իսկ դե երևի չեն ընդունի, ինչպես նաև ցանկացած այլ օրենք, որը դուք բերեք արժե, այդ ժամանակ կարող է վսոտեկի գան։ Հա դե նայ, Նարեկ Կարապետյանը նաև բացատրեց ոնց կարելի է նորմալացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Շրջանցելով Ռուբինյանին, Ռուբինյանի մեջքի հետևում։ Թուրքիայի հետ հնարավոր է կարգավորել հարաբերությունները առանց ցեղասպանության գաղափարի, առանց ցեղասպանության մեր երկրի, մեր բազմահազարանոց ընտանիքների անձնական հիշողությունների մոռացման, որովհետև գլխավոր հարցը, որ կար, ցավոք լուծվել է, բայց լուծվել է արյունով։ Զգացիք ինչքան նուրբ փակեց Արցախյան շարժման հարցը։ Այ սենց են փակում այդ հարցը, ոչ թե հայտարարում եմ։ Միակ խնդիրը ցեղասպանությունը չմոռանալն է, ինչը կարծում եմ կարանք անենք, հա։ Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ զարգանային այնպիսի ռակուրսով, որ մեր խելացի երիտասարդները Ադանան որպես քյաբաբ չճանաչեին, այլ իմանային, որ դա մեր հայրենիքի մի մասն է։ Շատ թանկ նստեց Ռուբինյանի վրա այդ Ադանա քյաբաբ ուտելը։ Լավ, ժամանակը ռեզինից չի, միակ եկեք վերջնական բոլորին հուզող ամենակարևոր հարցը հասկանանք։ Աղվան Վարդանյանը վերջը մանդատը վերցնելով գրված է Քոչյանի հետ, թե չէ։ Ոնց ներքին վիճակը, մի քիչ խոսացրեք Աղվանին։ Իք չեք ուզում դառնալու մանդատ չեք վերցնելու Ինչու՞ ոչ, ասել եք մի բան եւ հիմա չգիտեք ինչպես դա մեկնաբանել դրա համար։ Պարոն Վարդանյան, ես հասկանում եմ, որ ամենակարևոր հարցը չի երկրում ու вообще ոչ միտեղ, բայց ձեր հետ կապված միակ հետաքրքիր հարցն է, ու մոտակա 5 տարին անընդհատ սա հարցնել են, հենց որ միանգամից կարակ արանքից հանեք, պատասխանեք ու արանքից հանեք։ Իսկ եթե Աղվան Վարդանյանի կողմից պատասխան չլինի, դե չլինի։ Դե մնացեք մեզ հետ։ Իսկ եթե մնալը չլինի, չլինի։ Հայկանը վկա։ Այսքանն էր այսօր Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Պարոն Ղազյան, դուք այս պահին ճլորած չեք։ Դուք ասում եք ճլորած բան, դուք ճլորած չեք ակնհայտորեն։ Բայց Ռուբինյանը մի հատ շատ ռացիոնալ բան ասեց ընդդիմության մասով, իսկ մենք էլ OnlyFans-երում գոնես վերջին 2 ամիսը անդադ դրա մասին ենք խոսում, որ ընդդիմությունը հա ռադիկալիզացնում է իր էլեկտորատին, հետո շատ անկեղծ զարմանում է, երբ որ էլեկտորատը իրանից ռադիկալ բաներ է սպասում։ Դե հա, լրիվ վաբանք ենք որ դες ասում եմ ո՞նց եք դուք գնում ԿՊ-ի կողքը նստում, էդի շատ բնական է որ այդ էլեկտորատը տենց կասի, որտեղ այդ էլեկտորատն է ում ռադիկալիզացրել, բերել հասցրել են այդտեղ։ Ես ավելի շատ նեղված եմ նրանից, որ հենց այս մեր արձակուրդի շեմին ամենաակտիվ ինչ-որ փուլը սկսվեց։ Հələ այսօր որ գրում ենք հաղորդումը, մի հատ էլ նիստ ազգային ժողով քարորիա է, որը մենք կհասցնենք, հետո հա, մենք հետո լավ շալնելու։ Դրանից հետո մինչև սեպտեմբեր էլ ոչ մի նիստ։ Այս քարորիան է, որը ուրբաթ մենք կանք, իսկ մնացածը OnlyFans-ում մենակ պատրոնների համար։ Նոր ակցիա, միացեք Arm Comedy Patreon-ին եւ ստացեք 5 տարվա երջանկություն, անզուսպ երջանկություն։ Հենց հիմա